մեծահասակ կանայք 60-ից հետո կան ինչ-որ բաներ, որ դուք օգտվելով առիթից կուզեք խորհուրդ տաք, կամ իրենց այցերի հաճախության մասին, պարբերականության մասին, կամ հիգիենայի հետ կապված ինչ-որ մի բան կա, որ դուք կուզեք հիմա օգտվելով առիթից որպես բժիշկ ասել նրանց։ Այո, կուզեմ իրենց էլ խորհուրդ տալ, իրենց աղջիկներին, հարսիկներին նույնպես, որ անպայման հաճախեն բժշկի գինեկոլոգի գոնե տարին մեկ անգամ։ Պետք է հաճախեն, ինչպես ես ասել եմ, զննումը շատ կարևոր է։ Ինչքան հեռախոսով զանգեն, հարցնեն, այսինչ գանգատները եւ այլն, զննումին ոչ մի բան չի փոխարինում եւ պետք է մենք զննենք թե լորձաթաղանթը, թե հեշտոցի պատերի վիճակը, թե արգանդի վիճակը, թե նույն ամիզապահությունը, որ իրեն կարող են թաքցնել եւ մտածել, որ դա օրինակ իր ընկերուհու մոտ էլ կա, այսինքն դա նորմալ է, բայց մենք կարող ենք, դա ինդիվիդուալ է, մենք կարող ենք կոնկրետ իր դեպքում բժիշկներս լինենք օգտակար։ Այդ պատճառով ես իհարկե խորհուրդ եմ տալիս, տեսեք, ես վերջերս ունեցել եմ դեպք, որ մեկ էլ կուզեմ շատ կարևոր մի բան ասել, որ եթե արդեն պոստմենոպաուզա, այսինքն դաշտանադադարից հետո, եթե կինը ունենում է թեկուզ սկսվող արյուն, մենք առաջի դեպքում ասացինք, որ նրանք կարող են ունենալ արյունահոսություն, դիմում են եւ դա միշտ չենք մտածում, որ կա ուռուցքային ինչ որ իհարկե ժխտում ենք, բայց միշտ չենք մտածում, որտեղ մի քիչ միոմայի մասին ենք մտածում, մի քիչ այլ հիպերպլազիայի մասին ենք մտածում, իսկ այստեղ անպայման առաջինը պետք է մենք հերքենք օնկոլոգիկ, այսինքն ուռուցքային խնդիրը։ Շատ կան, որ դիմում են եւ ասում են բժշկուհի ջան, եղել է, բայց անցել է արդեն, դրա վրա ուշադրություն մի դարձրեք։ Մենք հենց դրա վրա էլ ուշադրություն դարձնում ենք։ Կարող լինի արյունաջուր, վատը նա է, որ ինքը ինքնուրույն կտրվում է, գրեթե իրենք չեն ունենում արյունահոսություն, բայց սիգնալ է, որ պարտադիր պետք է ուշադրություն դարձնեն։ Լինում է, որ չեն հասկանում միզուղիներից է, թե հեշտոցից այդ արյունը, քսվող արյունը, անպայման պետք է գան, որ մենք դիֆերենցիենք դա արյունը որտեղից է եւ ինչ խնդրի պատճառով է եղել։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս եւ հենց այդ խմբի կանանց, հենց իրենց հարազատներին, որ համոզեն եւ բերեն անպայման հետազոտության, որպեսզի լինի կառավարելի, եթե անգամ կա ինչ-որ հիվանդություն, որ մենք վաղաժամ հայտնաբերում ունենանք եւ կարող է կյանք արժենալ։ Այո, հենց կյանք էլ արժենում է, որովհետեւ այդ տարիքու եթե կարելի է վիրահատության հիմա շատ ինչպես կյանքն է զարգանում, այնպես է բժշկությունը, այսինքն մենք ունենք մեթոդներ, որոնք ավելի որակով են եւ այո, կյանքեր փրկվում են, պարտադիր պետք է դիմեն։ 60-ից հետո կանայք եթե դիմում են, հայտնի է, որ խուսափում են գինեկոլոգի դիմել, ինչ խնդիրներով են գալիս։ Գանգատներով։ Ասեմ ձեզ, այստեղ 60 հենց տարիքը նորից պապքսուկի սկրինինգի մեջ է մտնում։ Ինչ է սկրինինգը, դա երբ որ դու հիվանդ չես, ամեն դեպքում հիվանդ քեզ չես համարում եւ պետք է այցելես բժշկի 30-ից 60 տարեկան, որ մենք հետազոտենք կոնկրետ մեր թեմայով, ասեմ պապքսուկի, որտեղ դեռ կա շաքարի, ճնշման եւ այլն։ 60 տարեկանը նույնպես մտնում է, ասեմ ձեզ, մի քիչ ավելի հոսքը շատացել է 60 տարեկանների կապված այդ պապքսուկի տարիքային ծրագրի հետ եւ նաեւ այն որ 60 տարեկանում կանայք ունենում են աշխատում են դեռ ունենում են կան հիմնարկներ որ ունեն ապահովագրություն եւ այստեղ նույն 60-անց տարեկան 60 եւ անց տարեկան կանայք գալիս են գինեկոլոգի եւ ասեմ ձեզ իրենք են խնդրում որ վաղուց չեն եղել մի քիչ կարող եմ ասել փոխվել է այդ դիմելիությունը ավելի շատ ուրախալի է որ ավելի բարելավել է որովհետեւ իրենք են խնդրում, որ ես վաղուց չեմ եղել, կնայեք կուզեմ ստուգվեմ, ասեցի անպայման ենք նայում, որովհետև երևի կան, որ ասում են չենք ուզում եւ այլն ու չեն նայում կրիստալոբասկաթորի վրա գինեկոլոգիական, որ շատ կարևոր է այդ զննումը, որովհետև մենք գնահատում ենք 60-ից հետո լորձաթաղանթի վիճակը։ Տեսեք, երբ որ էստրոգենները, հորմոնները քչանում են կնոջ օրգանիզմի մեջ, դա լորձաթաղանթը խիստ էստրոգենոկախյալ է, հա, այսպես ասենք, որովհետև չկա օրգանիզմ, որը որ բացառություն լինի գրեթե, սակայն կան աստիճաններ, то есть եթե մենք ունենում ենք կանանց, որոնք ինքնուրույն են դիմել, դրանք անպայման գանգատով են, այսինքն այնքան արդեն իրենց դա նեղություն է տվել, նույն գիշերային անքնությունը, դուք պատկերացնում եք, եթե ունենում ենք ատրոֆիկ կոլպիտ, ատրոֆիկ վուլվագինիտ, որը որ ահավոր քոր
քոր է, շատ անտանելի քոր է սկսվում կանանց մոտ եւ իրենք հակառակը որ օրինակ չպետք է օճառով լվացվեն, հակառակը սկսում են ավելի շատ լվացվել օճառով, մարգանցով կա, որ անթույլատրելի է եւ ավելի են չորացնում։ Այո, ավելի վատացնում են հենց իրանց կլինիկան, այսինքն իրենք շատ արդեն տանջված դեմքով գալիս են եւ գանգատվում են այդ քորից։ Պարտադիր է զննումը, որովհետեւ մենք սովոր ենք, հա, որ քորը ասում ենք սունկ է եւ վերջ, սակայն տարիք կա, որ ճիշտ է, սունկն ենք շղթում, նայում ենք, հետազոտում ենք, քսուկ ենք վերցնում եւ այլ, սակայն մենք ստեղ ունենք այլ ախտորոշումներ, որ իհարկե մի շարք հետազոտություններից հետո ենք դա ախտորոշում, բայց տեսանելի ենթադրում ենք, հա, այդ ախտորոշումները եւ կարող ենք օրինակ արդեն կախված ախտորոշումից կարող է սունկ չլինի, ինֆեկցիա չլինի, սակայն օգտագործենք օրինակ տեղային հորմոնային քսուկներ, տեղային հորմոնային մոմիկներ, որոնք շատ բարելավում են կնոջ կյանքի որակի վրա են դրական ազդում եւ այդ կանայք շատ գոհ են գնում, որովհետեւ իրենց դիսկոմֆորտը, կյանքի որակը երբ որ բարձրանում է, արդեն պատկերացրեք ինչպես է փոխվում մարդու տրամադրությունը։ Բժիշկ, վերադառնալով սկրինինգներին, պապ տեստին, եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, թե այդ սկրինինգը ինչ է կանխարգելում կանանց մոտ, որ մեր երկրում ցավոք շատ տարածված է։ Տեսեք, այդ սկրինինգը ինքը բացահայտում է դիսպլազիաները, տերմինով չասեմ, նախաքաղցկեղային վիճակը, կարող ենք ասել, դա տարբեր աստիճանների է եւ ինքը կանխարգելելի է, բուժելի է, եթե հայտնաբերում ենք վաղ շրջանում։ Ասեմ ձեզ նույնիսկ չեմ կարող ասեմ կյանքի հետաքրքիր դեպքի, բայց կյանք փրկած կարելի է համարել, որովհետեւ եղել է որ պացիենտը եկել է մեզ մոտ, ինքը հիմա այցելում է մեզ երիտասարդ կին էր, որը եթե չեմ սխալվում 8 երեխա ուներ եւ ես արդեն դեռ պապ քսուկը չենք հասցրել կատարենք, որովհետեւ ինքը ուներ արյունային արտադրություն, ինքը ցուցումով է եկել, գանգատով է եկել եւ հայտնաբերվել է քաղցկեղ արդեն արգանդի պարանոցի։ Դա եղել է երևի 8 տարի առաջ։ Կինը ստացել է բուժում, հիմա ոչ մի բուժում չի ստանում, առողջ է եւ երեխաներին երիտասարդ է ու գրեթե ամեն ամիս տեսնում եմ, որտեվ ինքը հաճախում է մեզ մոտ։ Ուզում եմ ասեմ, որ դա պարտադիր է, քանի որ մեր հայ կանայք մի քիչ երբեմն տարբեր են կանայք, բայց շատ ժամանակ ասում են ես սեռական կյանքով արդեն վաղուց չեմ ապրում, ես արդեն վերջի անգամ երեխան բերել եմ, ել չեմ ուզում գնամ գինեկոլոգի, կարիք չունեմ եւ այլ, բայց հավատացեք, որ սկրինինգը հենց դա է, որ դու կարիք չունես, կարծես թե, բայց պարտադիր պետք է հետազոտվես եւ որ պետությունը տրամադրել է անվճար, ձեզ ասեմ մեկ է նաեւ որ ովքեր որ գալիս են մեր մոտ պապքսուկի եւ ովքեր գիտեն իր հաճախականությունը, ինչքան ժամանակ պետք է գանք, արդեն ըստ պաթոլոգիա, եթե չունի պաթոլոգիա 3 տարին մեկ է, եթե ունի, արդեն մենք հստակ ասում ենք 6 ամիս հետո կամ ինչքան ժամանակ հետո, բոլորը պարտաճանաչ գալիս են, ով որ անցել է ճանապարհը, երևի թե վստահությունն է, թե ինչ չգիտեմ, բայց արդեն պարտաճանաչ իրենք են գալիս, ասում են իմ 3 տարին լրացել է, ես եկել եմ պապքսուկի, դա շատ հաճելի է։